Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ մինչ համացանցը էփվում է վաղարշապատի հետընտրական գրառումներով եւ իցույց է դնում իր ներսի թարախը շատ դեպքերում, հա, որ չի կարողանում հաշտվել պարտության հետ եւ սկսում են արդեն վիրավորել քաղաքացիներին, ինչի համար հուշեմ, որ գոյություն ունի քրեական օրենսգրքում կոնկրետ հոդված, այնպես որ զգույշ եղեք ձեր արտահայտություններում, հատիկ պարզապես չենք ցանկանում ընկնել բոլորիդ հետևից եւ մինչ մարտի 1-ի գործով մի այդ որոշման հետ կապված այսօր ազգային ժողովում հանրային քննարկում է, միջայլոց բավականին հետաքրքիր խորհուրդ կտամ դիտեք, ովքեր չեն դիտել, մինչ հեցի լիցենզիան Տաշիր գրուպին, Սամոյին բանա կասեցվում, նու չի կասեցվում, բան եղավ, վերցրեցին ձեռքներից, բայց միևնույն է Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի իրականացնել հեցի ժամանակավոր կառավարչի իր պարտականությունները, մինչև պետությունը առաջկա 3 ամսում որոշում կկայացնի, ինչ ուղղությամբ է առաջ շարժվելու, այս մասին հայտնել են ՀԾԿՀ-ից, ուրեմն այնուամենայնիվ այս ամեն ինչը մինչ տեղի է ունենում, ես պարզապես ապշած եմ լրագրողների այս անգամ կարծես թե մի բաց թողումից, վերջապես Երևանում գտնվող մի շատ հիանալի, գեղեցիկ եւ պատմամշակութային մեծագույն արժեք ունեցող Կարմիր կոչվող կամուրջը հիմնանորոգվեց եւ այն բաց է արդեն թե այցելուների համար, թե քաղաքացիների համար, ովքեր սիրում են զբոսնել։ Առհասարակ Երևանը վերականգնեց այդ իր պատմության մի փոքրիկ, բայց շատ կարևոր հատված, ու սրա մասին կարծես Սաթիկ News-ը լռում է։ Ես ապշած եմ ինչից, որ ես արդեն պատկերացնում էի, որ պիտի Սաթիկ News-ը, դուք գիտեք Սաթիկ News ես ինչն եմ համարում, արդեն վաղուց հետևյալ վերնագրերով նյութեր ունենար, որ այ կամուրջը կառուցել են, որպեսզի տան թուրքերին, եւ հատկապես կարմիր կամուրջն են կառուցել, որպեսզի այ թուրքական դրոշի գույնն է, այսպիսի բաներ կարող էին խոսալ, ինչ-որ զարմացած եմ, որ չկան, եւ կարող էին անգամ փոդքասթի հրավիրել Սերժիկին կամ Քոչարյան Ռոբիկին, ու նրանք էլ ասեն, որ իրենք չէին կառուցում դիտավորյալ այդ կամուրջը, որպեսզի թուրքերի հնարավոր հարձակումը դարձնեն ավելի առավել անանցանելի, եւ առհասարակ նրանք Հայաստանում այդ պատճառով ոչինչ չեն կառուցել, որպեսզի թշնամիները չկարողանան կամ ցանկություն չունենան մտնել վերցնելու։ Այնպեսի երկիր են կառուցել իսկապես էլի, որ նու կառուցելը ճակերտների մեջ, որ անգամ թշնամին չէր ցանկանա դա իրենով անել։ Այս մանիպուլյացիաները չեմ տեսնում, այնպես որ առաջ Սաթիկ News, մենք ձեզ հավատում ենք, վստահում ենք, նույն ոգով շարունակեք, այս նմանատիպ բաց թողումներ սա հենց հետո չտեսնենք, թե չէ մի տեսակ հիասթափացնում եք, այ տեսնում եք օրինակ ժողովուրդը ինչա, կայքա, ժողովուրդը ինչ էր հրապարակել, մարդիկ չեն ալարել, գնացել են, նկարել են ոսկեպարի եկեղեցին, որը հիմնանորոգվում է պետության բյուջեով իմ գրպանից, իմ մեղավորիս, բազմամեղիս, ով դուրս է եկել Արշավի եկեղեցու դեմ։ Ինչ էին արել, նկարել են, ժողովուրդ ջան, ուրեմն եկեղեցին, դե հիմնանորոգումը գիտեք չէ ոնց է լինում եկեղեցու, ամբողջովին սենց փակվում է այդ բաներով, այդ խառաչո են ասում, ու սկսում են ներքևից վերև աշխատանքները, եւ այդ ընթացքում խաչը հանվում է եկեղեցու վրայից, դա բոլոր եկեղեցիները գրեթե հիմնանորոգելու ժամանակ դա հանվում է, հետո դարձյալ օծվելով դրվում է իր տեղում, կամ օծվելով կամ հատուկ ծիսակատարության միջոցով, մի խոսքով, այս մարդիկ տեղադրել են այդ տեսանյութը, եկեղեցին հիմնանորոգվում է, եւ գրառումներ են արել,
գրառումներ են արել, որ այ տեսեք մի խոսքով եկեղեցու վրայի խաչը հանել են այս թուրք իշխանությունները։ Հիմա Satik News-ի մի հատվածը ժողովուրդը կարողացել է դա ֆիքսել ու հրապարակել, բայց այ կարմիր կամուրջը մոռացել է այս անգամ։ Մյուս անգամ նման բաներ չտեսնենք։ Առհասարակ օրվա իշխանությունները, ես ձեզ հուշեմ, էլի, իրենց գործողություններով ամեն օր են ապացուցում, որ իրենք պատմամշակութային արժեքների կրող են, ոչ թե դրա մասին խոսող, ոչ թե կեղծ սրտացավություններ հուշող, այլ կրող, որովհետև բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք տասնամյակներով բացի թողի վիճակում են եղել, ընդհուպ մինչև հանրային զուգարանների են վերածվել, վերադառնում է ժողովրդին ավելի կոկիկ, կահավորված, որոշ դեպքերում հիմնանորոգված, նորոգված, որոշ դեպքերում մաքրազարդված, ընդհուպ միջև ճանապարհներ են կառուցվում դեպի այդ պատմամշակութային տարածքներ տանող, որպեսզի մարդիկ կարողանան ավելի հեշտությամբ այցելեն, ցուցանակներ են դրվում, թե որտեղ է այդ տվյալ պատմամշակութային գլուխգործոցը գտնվում եւ այլն եւ այսպես շարունակ։ Ինչի համար իհարկե նրանց Satik News-ը պիտի բնորոշի թուրք, որովհետև իրենց պատկերացմամբ իսկական հայը պիտի պատմամշակութային արժեքը չնորոգի, պիտի մատով չկպնի, որպեսզի քանդվի, հետո ինքը գնա երկի ավերակների վրա, թե ինչքան դաժան է աշխարհը եւ որքան անարդար է կյանքը։ Այս է իրենց հռետորաբանությունը։ Եվ մյուս կողմից ժողովուրդ ջան, մի բան էլ ասեմ, այս հայ-թուրք պատկերացումների մեջ, տեսեք, դա արհեստականորեն ներմուծված խոսույթ է։ Երկու հայի միջև արհեստական գցած է մեկը մյուսին, որ բնորոշի թուրք։ Որպեսզի կռվեն երկու հայերը, բայց եթե հանես այդ բառը, տակը ոչինչ չի մնում, տակը մնում է կողմերից մեկի տգիտությունը։ Եվ որպեսզի մարդը պաշտպանի իր տգիտությունը, փորձում է քեզ վիրավորել։ Այդ այն դեպքում, երբ որ ասես իսկ ըստ քեզ ով է թուրքը, ինքը այնքան ապուշ մեկնաբանություններ կանի, որտեղից միայն ցեղասպանություն բառը ճիշտ կլինի, մնացածը կլինի ախմախություն։ Ու նա իրեն բնութագրում է հայ։ Այդպես չի կարելի։ Ապշելու բաներ են կատարվում։ Ուրեմն գանք Եզրասին, դե գիտեք, այս Եզրասի ու Կտրիճի եղբորը համատեղ մորից ծնված բանը եղբորն ու եղբորորդուն առաջադրվեց մեղադրանք ընտրություններին խոչընդոտելու, մի խոսքով այնտեղ կարգավորումը իրավական հիմա մեզ չբերեմ, բայց այս ընտրություններին վաղար շաբաթի հերուտղա որոշել էին իրենց մյուս երկու եղբայրներից ինչով են պակաս, որ որոշել էին խուժանություններով, խուլիգանություններով աչքի ընկնել եւ աչքի ընկան։ Պետությունը իր գործառույթը իրականացրեց։ Չի կարելի խոչընդոտել նախընտրական արշավին, իր գործառույթը իրականացրեց։ Եվ ինչ եք կարծում, ինչ եղավ։ Ես չգիտեմ, այ երկրորդ անգամ եմ ապշած, այդ բառը ինչ որ այսօր առավոտ շուտ դուրս եկել է, շատ եմ օգտագործում։ Ռուսաստանի Դաշնությունում 22 թվականից ինչ սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմը, որևիցե ակցիա ցանկացած մի բանի դեմ չի իրականացվել։ Որևիցե բողոքի ցույց, չգիտեմ ինչ, չի իրականացվել մինչև հիմա։ Չի եղել նման, փորձվի մեկը։ Թող 3 հոգի միտեղ կանգնած լինեն, թեկուզ իրանց համար ռուսավարի ալկաշություն անելու համար անպայման չորրորդը հայտնվում է աշխատող FSB-ի։
որը նույն KGB-ն է։ Չի եղել։ Ու գիտեք ինչ է լինում հանկարծ։ Հանկարծ լինում է մի հատ ցույց, որտեղ որ հանկարծ հայերն են Ռուսաստանում, այո։ Եվ միտինգ են անում Հայաստանի իշխանությունների դեմ, ովքեր անողոքաբար հարձակվել են հայկական եկեղեցու վրա, եւ նրանք փորձում են փրկել եւ պաշտպանել հայոց եկեղեցին Ռուսաստանի Դաշնությունում։ Սրանից աբսուրդային նախադասություն ես չեմ կարծում, թե կարող եմ ինչ-որ մի օր կառուցել։ Ու հիմա մտածում եմ, արժի սա մեկնաբանել, թե չարժի մեկնաբանել։ Արժի թվարկել, թե Ռուսաստանի հայերը, այն հայերը, ովքեր որ այդ ցույցին ներկա են, երբ պիտի ցույց անեին Արցախի հետ կապված, որը Ռուսաստանը հանձնեց Ադրբեջանին։ Էթնիկ զտումների հետ կապված, որը տեղի ունեցավ ռուս զինվորականների խոնար հայացքների ներքո։ Արցախում եղած եկեղեցիների հանդեպ ադրբեջանցիների վանդալիստական դրսևորումները, եղբայրական Ռուսիայի տարածքում կարող էին ինչ-որ կերպ ակցիայով, իրազեկման ակցիայով հանդես գալ։ Ոչ իհարկե, ոչ, որովհետև կգնային կալանավորվելու, իսկ այ հիմա կարող են այսպիսի ցույց անել, գիտեք ինչու, որովհետև FSB-ն դա թույլատրում է, որովհետև իր գործընկեր եզրասը եւ կտրիչը լավ վիճակում չեն մեղմ ասած, եւ իհարկե կարելի է նաեւ նախաձեռնել նման ցույցեր ու հավաքներ։ Հիմա գիտեք, ցանկացած մարդ ունի իր խղճով գործելու ազատություն, դա սահմանադրական նորմա։ Հիմա ես ասեմ հետեւյալը։ Իհարկե, այն մարդիկ, ովքեր որ ցանկանում են ազատագրել եկեղեցին պիղծերից, իրենց գործողությունները պիտի անեն ոչ վայրագ ձևով, որովհետև դա չի կարելի, դա մեր եկեղեցին։ Պետք է անեն եկեղեցական կանոններով, պետք է անեն հավատով, սիրով, պետք է անեն շատ զգուշորեն։ Եվ կան մարդիկ, ովքեր կարծում են, հայտնվելով Սաթիկ նյուզային կայքերի ազդեցության ներքո, կարծում են, որ սա հարձակում է եկեղեցու դեմ եւ ցանկություն ունեն փրկելու եկեղեցին։ Սա նույնպես խղճի ազատության մասին է, իրենց գործն է։ Բայց ես ուզում եմ ասել հետեւյալը. երբ դուք գնում եք փրկելու, ապա մի հատ ձեզ համար պարզեք, ամեն դեպքում դուք գնում եք փրկելու հայ առաքելական Սուրբ եկեղեցին, թե հայ առաքելական ուղղափառ եկեղեցին։ Սկսենք գոնե այդտեղից, հա, դեռ չանդրադառնանք կուսակրոնության ուխտը խախտածների գործառույթներին։ Դուք փրկում եք հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, թե հայ առաքելական ուղղափառ եկեղեցին։ Ես վերջի նախադասությունը իզուր չեմ ասում, այո, եզրասը արդեն մի քանի նման եկեղեցիներ օրհնել է, բանա օծել է, որոնց պատերին փակցված են հայ առաքելական ուղղափառ եկեղեցի։ Այսինքն Ռուսաստանում հայ առաքելական եկեղեցիները դիտարկվում են որպես ուղղափառ եկեղեցիներ։ Այստեղ կան տարբերություններ, երկուսն էլ քրիստոնեության մասին են, երկուսն էլ եկեղեցու մասին են։ Շատերը կասեն, հա լավ դե հիմա մի բառ ես կողմ ենք, ոչ։ Մենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ ենք ու տարբերություն կա։ Եվ ես չեմ զարմանա, որ այս նույն անձիկ, ովքեր որ ինչ-որ փրկչական կոչերով են հանդես գալիս, ինչ-որ պայծ Ռուսաստանում սկսեն խաչակնկվել ոչ թե ձախից աջ, այլ աջից ձախ։ Առհասարակ այս քարոզը Ռուսաստանում դեռ 2012, 13, 14, 15 թվականներից է առկա, այսինքն ամենայն դեպս ես Ռուսաստանում այդ քարոզը ընկալել եմ, ինչ-որ կերպ նկատել եմ այդ թվականներից։
որ հա դե մենք էլ ենք ընդհանուր առմամբ մենք ուղղափառ ենք, ուղղակի տարբերությունն է, որ մեզ մոտ մենք նաև առաքելական ենք, որ առաքյալներն են քրիստոնեությունը մեր, այլապես մենք ուղղափառ ենք։ Այս քարոզը Ռուսաստանում արկա է, ես Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին եմ դիմում, չտրվեք այդ ապուշություններին։ Դա միայն պակ գործակալը կարող է իր ցանցի միջոցով նման ապուշություններ, էշություններ դուրս տալ։ Դրանք խիստ տարբեր բաներ են իրարից։ Եթե տարբեր չլինեին, մենք ու Ռուսաստանը կունենայինք միասնական եկեղեցի, հաստատ ցարերը, կայսրները դրան հասած կլինեին։ Հիմա ես ուզում եմ կարդալ ձեզ համար Եզրասի գրառումը։ Հանդես է եկել իհարկե գրառմամբ։ Եղբորս եւ նրա որդու նկատմամբ քաղաքական բռնաճնշումներն իրականացվում են քինախնդրությամբ եւ օրենքի կոպիտ խախտումով, Եզրաս arczepiskopos։ Այսօր ՀՀ-ում պետական ապարատի ճնշումների ներքո շինծու մեղադրանքներով, անհեթեթ պատճառաբանություններով ձերբակալություններ են կատարվում, մարդկանց են պատանդ վերցնում եւ թշնամաբար հաշվեհարդար տեսնում, նրանց ազատությունը սահմանափակելու միջոցով փորձում են վախեցնել, ճնշել մարդկանց արդար ձայնը լռեցնել։ Ես պարբերություն առ պարբերություն երևի կգնամ։ Եզրաս, նախ դու գնա շքանշանդ վայելի Մոսկվայում, դու Հայաստանի հետ ինչ կապ ունես, խալխի ճորտ, ինչ կապ ունես դու Հայաստանի հետ, դու ով ես, պակ գործակալ, ընդամենը KGB-ի գործակալ, ինչ է ինչի, այդպես չի, դու են եզակի պղծերից ես, որոնք արկա են հայկական թեմերում, ովքեր կան հայկական ամենատարբեր թեմերում, դու գործակալ ես, ու երբեք Հայաստանի Հանրապետության օգտին մի չոփի հարց լուծած չկաս, դու են մարդ անձնավորություն ես, որ 44 օրյա պատերազմին ընդամենը աչքներին թոզ փչելու համար մարդկաց թույլ էր տալիս եկեղեցում ինչ-որ բաներ հավաքեն մարդիկ, բայց հետո դրանք ուր էին գնում, ինչ էին անում, դա էլ դեռ հարցականներ են, մեծ, աշխարհի ամենամեծ հարցականներից, եւ այդ տվյալները ուր էին հետո գնում, ովքեր բերեցին, ինչքան բերեցին, ինչ բերեցին, սրանք էլ են աշխարհի ամենամեծ հարցականներից, Եզրաս, այն զանգերը, որ չղողանջեցին, այն կոչերը, որ չեղան, այն կարգապահությունը, որ չմտավ, դու օծում ես, դու օժնում ես հանցագործների, ովքեր խմբերով գնում են Ուկրաինա պատերազմի, սրանք հանցագործներ են, այս մարդիկ, հասկանում ես, միջազգային իրավունքի տեսանկյունից սրանք հանցագործներ են, ես հասկանում եմ, որ Հայաստանում շատ մարդիկ փող աշխատելու համար իրանց արևին վազում են ընդեղ, որպեսի գիտեն հեսա մի երկու ամիս կկռվեն, կգան փողերը կվերցնեն, կապրեն իրանց համար, մի արեք դա, դա հանցագործություն է, դուք դիտվելու եք աշխարհում հանցագործներ, եւ Եզրասը լինելով KGB-ի գործակալ, իր ծառայությունն է մատուցում իր շեֆին, Ռուսաստանի հայ ազգությամբ հայ ներկայացուցիչներից խմբեր գնդեր հավաքելով եւ Ուկրաինա ուղարկելով, քանի զոհի պատճառ ես դարձել դու KGB-ի գործակալ, 6000-ից ավել հայեր զոհվել են Ուկրաինայում, հանուն ոչ մի բանի, ոչ Ռուսաստանն է իրանց հայրենիքը, ոչ էլ իրանց բանն է, հանուն ոչ մի բանի, դու սրա առաջ ոչ մի կերպ չէ, ընդհակառակ դու օրհնել ես են Արբաթ, ովքեր որ Հայաստանում ուզում էին զինված հեղաշրջում անել եւ Հայաստանը ենթարկացնել Ռուսաստանին, դու այդ երևույթն ես, դու ոնց կար, դու ով ես որ խոսես Հայաստանից, դու անգամ բերանդ օրը 5 անգամ ողողելուց հետո Հայաստան բառը արտաբերելու իրավունք չունես, դու պիղծ ես, դու զավթիչ ես, քո բան դարձած, թեմի առաջնորդ դարձած փուչ օրից, որը եղել է արյան ու մարդկաց ճակատագրերի խեղելու ձևով, միջոցով, սա ես դու,
Կշարունակենք կարճ դադարից հետո։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Պատճառը ձերբակալություններ են կատարվում, մարդկանց են պատանվերցնում եւ թշնամաբար հաշվի արդար տեսնում։ Ո՞նց է աղբերդ։ Կուզես ես գնամ աղբորդ տեսակցության։ Տեսնեմ հանկարծ նրա հետ հաշվի արդար տեսածն ծեծած չլինեն, շանս սատակ արած չլինեն, ոնց որ ձեր KGB-ի պատվալներում են լինում, ոնց որ ձեր շատ սիրելի Քոչարյան Ռոբեկի ու Սարգսյան Սերժիկի ժամանակներում էր տեղի ունենում։ Այսօր մարտի 1-ի գործն է հանրային քննարկման դրած։ Մի հատ մտեք նայեք, մի հատ մտեք ու լսեք, զեկույցը 20 րոպեանոց, թե ինչպես աշխարհին չեն ներկայացրել փաստաթղթեր, որոնք պարտավոր էին ներկայացնել։ Խաբել են էլի աշխարհին իրանց արևին։ Հայաստանի Հանրապետության հեղինակության հաշվին։ Չեն ներկայացել, որ չերյո մուխաների կիրառումը մի հատվածի կիրառում ա եղել։ Չեն վերցել ընդդիմադիրներին էին կալանավորում, մարդասպանները։ Դեռ կինո էլ նկարել են իմիջայլոց ճակատագրի հեգնանքով ռուսաստանյան փողերով։ Զարմանալի է։ Ռուսաստանյան փողերով նկարահանված ֆիլմ մարտի 1-ի մասին, որտեղ իշխանությունները պարզվում է փրկել են ժողովրդին։ Մատ միեդի վճիռը կբացեք կարդակ, թե կարդալ չգիտեք։ Դուք սկի աստվածաշունչը չեք կարդացել կյանքներիդ մեջ։ Որ մնաց միեդի վճիռ կարդակ։ Շարունակենք։ Վարչակազմի բացահայտ այս գործելավոճը չի տեղավորվում ոչ սահմանադրական, ոչ օրենսդրական, ոչ միջազգային, ոչ էլ համամարտկային ու բարոյական արժեհամակարգի մեջ եւ հիշեցնում է անաստվածության տարիները, երբ կեղծ մեղադրանքներով շինչու դատավարություններ էին իրականացնում ու մարդկային ճակատագրեր խեղվում։ Անաստվածային որ տարիները։ Դուք Աստծո անունը իրավունք չունեք տակ, դուք զավթել եք այն երևակայական էներգետիկ գիծը, որը կապում է մարդուն Աստծո հետ, այդ միջանցքը զավթել եք, երբ հարմար է ձեզ Աստծո անուն եք տալիս, հիմա որ խոսում ես սահմանադրական չի, դու հասկանում ես ում ես ինչում մեղադրում։ Ես ունեմ պահանջ մեր քննչական կոմիտեից, այսպեսի սուտ մատնություն կա մեր պետության հասցեին հրավիրել Եզրասին ԱԱԾ, որովհետև նա հրապարակային կոչ է անում, որ Հայաստանի Հանրապետությունում ոտնահարված է սահմանադրությունը, ոտնահարված է օրենսդրությունը, ոտնահարված է անգամ միջազգային բանով եւ բարոյական համամարտկային մասով արժեհամակարգերը։ Կանչեք մի հատ ԱԱԾ թող հիմնավորի սույն սրիկան։ Եվ եթե չի հիմնավորում, այս սրա համար ինքը պիտի պատասխանատվություն կրի, որովհետև սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության մայր օրենքն է, որը հենց ինքը արդեն խախտել է։ Ու ոնց որ թե գլխին մի հատ կտոց դրա համար պիտի ստանաս, ասում եմ կտ։ Իշխանություններից չէ, մարդկանց ես, ասում եմ կտսնեն, էլի։ Կտ։ Որովհետև լակոտի նման է արտահայտվում։ Դու տեղյակ ես Հայաստանի սահմանադրությունից։ Պուտինից Ռուսաստանի համար ծառայությունների մատուցած բանի համար տենց շքանշան ստացած անձնավորություն։ Դու գնա Ռուսաստանի օրենքներն ու սահմանադրություններից տեղյակ եղիր, աչուցախ ոնց ուզում ժողովրդին բռնա ճնշման են ենթարկում։ Դու գնա տեսել որտեղ հայ երիտասարդ կա, հավաքագրի ուղարկի Դոնբաս։ Այսօրվա բանտախցերում հայտնված մարդիկ, որոնց թվում են նաև իմ հարազատ եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին, ովքեր խուժանություն են արել։ Իրենց
Հավատքը արժանապատվությունը հայրենիքը պաշտպանող հայրենիներ են, լուրջ։ Արժանապատվությունը խուժանությամբ են բանան, խուժանությունն է իրաց բարոյական նորմը։ Խուլիգան, հա, այսինքն դե նմանը նմանին է, էլի գտնում։ Զարմանալու ոչինչ չկա։ Կարող եք մտ ծանոթանալ հեչի կոչերով եք հանդես եկել պատերազմի ժամանակ, դրանից առաջ, դրանից հետո բավականին տևական ժամանակ բան ես, եզրաս ես բանում Մոսկվայում նստած։ Օրինակ, էլեկտրիկ Երևանի ժամանակ ես շատ լավ գիտեմ ինչով էր զբաղված բանը, եկեղեցին։ Այդ ժամանակ որևիցե մեկը եզրաս չեք ասում, մարդկանց վրա խեք ջրցան հանել տշում աչու ձախ։ Ինչ եք մարդկանց գմփցնում վաբշե։ Որովհետև օտար էինք ձեզ։ Որոնց նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ իրականացվում են քինախնդրությամբ եւ օրենքի կոպիտ խախտումներով։ Որ օրենքի գրեք, փաստացի գրի, այս օրենքը խախտվել է։ Գրի։ Գրում ես, այս ինչ Հայաստանի Հանրապետության օրինակ քրեական օրենսգրքի այս ինչ հոդվածով խախտվել է իմ եղբոր այս ինչը։ Ասա տեսնենք։ Պարոն Ստրուկ քաղաքական բռնաճնշում, ախի ախպերը տով է։ Ախպերը տով է քաղաքական գործիչ, հա, ինչ էր անունը, Գևորգ Ներսիսյան քաղաքական գործիչ կա։ Քաղաքական հայացք կա ունեցել։ Եթե ունեցել է, բա մյուս քաղաքական հայացք ունեցողին խի չի արգենքը հասկանում է քաղաքականությունն առհասարակ ինչ է։ Օրենքները հասկանում եք ինչ է։ Պետականամետության շղարշի ներքո։ Այս մասին ասել է պետականություն, KGB-ի գործակալը խոսում է պետականությունից, սենց բան չկա, չի լինում սենց բան։ Թեև Սուրբ գրքում կարդում ենք, որ երկրի վրա չկա մի մարդ, որ ապրի եւ մեղք չգործի, բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսից, բացի մեր Տեր Հիսուս Քրիստոսից, բայց Տերը նաեւ ասում է, առաջին քարը թող նետի նա ով անմեղ է։ Ես այսօր աչքովս ընկավ Միացյալ Նահանգներում էր, ոնց որ մեկը էլի տենց որոշել էր իրան գիտունիկի տեղ դներ։ Դուրս էր եկել, բացատրում էր, թե ոնց է իշխանությունը հարձակվել եկեղեցու վրա, առանց հասկանալու թե դա ինչ է նշանակում։ Դրան իմիջիայլոց YouTube-յան եթերով մանրակրկիտ կանդրադառնամ, որովհետև վիդեոն կա, պիտի ես այնտեղ մեկնաբանություններն էլ ձեզ ներկայացնեմ։ Տիկինը զանգել է, ասում է, կաթողիկոս է, երեխա ունի թե չէ։ Փորձում են, ամեն ինչ պատասխանում են, ընդ որում, բանից պարզվում է, որ իրենց հիմնական հետևորդները, իրենց պաշտողները, աչը համբուրողները, պարզվում է տեղյակ չեն, ինչ է նշանակում եկեղեցու կանոնադրություն, պարզվում է տեղյակ չեն, իսկապես, ես լուրջ եմ ասում, ժողովուրդ, ես անհատական շատ տեղեր մեկնաբանություններ եմ գրում, մարդիկ մտնում փորձում են սկզբում վիրավորանքով հակադարձեն, հետո բացատրում են, որ եթե խոսալու բան ես, սենց են խոսում, վիրավորանքով չեն խոսում, բացատրում ես, նոր ինքը լրվում է, հա, տեսեք, եթե դու կանոնագրքով չի կարելի, հիմի ուզում եք փոխեք, որ այսուհետ կարելի լինի, ձեր գործն է, ես չգիտեմ դա ոնց է արվում, բայց չի կարելի, լավ է թե վատ է, այդ մեր գործը չի կարելի, գրած է, չի կարելի, ասենք հիմի օրինակ սահմանադրության մեջ գրած է Երևանը, Հայաստանի մայրաքաղաքն է, վերջ, հիմի էդի լավ է թե վատ է, մեկը Երևանն է Հայաստանի մայրաքաղաքը, չի կարա օրինակ մի օր Գորիսը կանգնացի, չէ ես եմ մայրաքաղաքը, չի կարա, որովհետև Երևանն է մայրաքաղաքը, հասկանում եք։ Հիմա ես կանոնագրքով գրած է, որ չի կարա, չպիտի ունենա առհասարակ սեռական կյանք, առհասարակ իր կյանքը իրան չպիտի պատկանի, հասկանում եք, ենքան բայց այդ նույն կանոնագրքով պարզվում է, ինքը կարա մի այլ քահանայի կարգալույց անի, մի րոպե, եթե դու ունես այդ կանոնագրքով իշխանություն, դու իշխանություն ունես նաև հենց նրա համար, որ դու ինքդ ենթարկվում ես այդ կանոնակարգին, եւ ունես հստակ այդ ենթարկվելու պրոցեսների մեջ, ունես հստակ գործառույթներ, որոնք չես առնում։ Եվ դիտավոր եւ չանելու արդյունքում տուժում է եկեղեցու բարոյական դեմքը։
քրիստոնեություն ասվածն առհասարակ։ Ես չեմ հասկանում, էլ ոչ բացատրենք ձեզ։ Ոչ կարելի է բացատրել այն մարդկանց, ովքեր կարծում են, որ եկեղեցու դեմ արշավ կա։ Որ կարծում են, հա դե ինչ թող ունենան, էլի։ Հա թող ունենան, չգիտեմ։ Թող փոխեն այդ օրենքը, ունենան, ես շատ գիտեմ, կարելի է, չի կարելի։ Խնդիրը այլ տեղ է։ Եվ իրենք մոլորեցնում են, ձեզ մոլորեցնում են, եւ ձեզ մոլորեցնող առհասարակ հավատացյալ մարդուն ով կարա մոլորեցնի, միայն սատանան։ Եվ դա դուք կարդացել եք ու ինձնից լավ գիտեք։ Որովհետև ձեզանից շատերը ինձանից ավելի հավատացյալ են, օքեյ, ավելի նվիրված են Աստծուն, օքեյ։ Կարդացել եք, չէ՞։ Բան հասկացել եք ձեր կարդացածից։ Իշխանությունն այսօր կորցնելով իր բարոյական կշիռը դարձել է վտանգավոր մի խմբակ, խմբակը բիմի ասել է, հաղորդում չլներ կասել, գիտես, չէ՞։ Որը ոչ Աստծուց է վախենում, ոչ էլ մարդկանցից ամաչում, անխիղճ վերաբերմունքով ոտնակոխ է անում օրենքը, խլում ուրիշների իրավունքը եւ վայելում անպատժելիությամբ, ես չգիտեմ, Պուտինի մասին է գրել էսի։ Աշկիսացի Պուտինի մասին է գրել։ Որովհետեւ եթե Հայաստանում իշխանությունը ուզենա խլի, գիտեք ինչ, ժողովուրդը, ով ապրելա իրավագիտակցության ցածր մակարդակում ձեր օրոք, որովհետև դուք խնդիր չեք դրել հանրության իրավագիտակցությունը բարձրացնելու, ճիշտ հակառակ, խնդիր եք դրել նվաստացնելու, նրան փոքրացնելու, այսօրվա մեր կռիվները, այս նյարդերը որ կա ժողովուրդ ջան, հանրության շրջանակներում, նաև իրավագիտակցության պակասից է։ Ես ինքս օրական հարյուրավոր զանգեր ստանում եմ, մի մասին հասցնում եմ պատասխանեմ, մյուս մասին ոչ, բայց այդ այն ինչ որ ես լսում եմ, այն բողոքները, այն պատկերացումները, այն կարծիքները ինչ որ կա, ամբողջը իրավագիտակցության պակասից է։ Մենք եթե անգամ մեր իրավունքները ինչ որ չափով գիտենք, մենք չենք ուզում ըմբռնել դիմացինի իրավունքները։ Բայց երբ որ գնում ենք, որովհետև մեր միջավայրն է այդպիսին։ Բայց երբ որ մենք գնում ենք արտասահման, օրինակ, եթե մի հատ արտասահմանցում ենք բան ասենք ինքը հակադրվի, մենք ենթագիտակցորեն զգում ենք, որ ինքը իրավունք ունի հակադրվելու։ Մեզ մոտ մենք դա չենք ցանկանում ընդունել։ Որովհետև մեր միջավայրը այդպիսինն է, թույլ չի տալիս։ Եվ դա ամենամեծ վնասներից մեկն է, որ պատճառել են այս նախկինները։ Քաղաքացի չեն ստեղծել։ Քաղաքացի։ Տես ցեղական բանով ապրել են։ Էսի ինչնա չհակաճառես, այնի ինչնա բան չխոսած, այստեղ նստի, դպրոցնել է, դա վիճակը պիտի գնաս գազ, չգիտեմ, միձև այդ 10 տարին պիտի գլորես։ Всё, սա է եղել։ Դպրոց գնացել են, որովհետև բանա պարտադիր ուսուցում է, ոչ թե որովհետև դա ինչ որ բան է տալիս երեխային։ Դպրոցների մեծ մասը բանտախցերի նման է։ Բանտախցերից վատ վիճակում։ Այսօրվա բանտախցերի մեծ մասը շատ ավելի լավ վիճակում են։ Անհամեմատելի։ Կան նրանց ժամանակների որոշ դպրոցներ։ Մենք ունենք այդ իրավագիտակցության պակասը։ Ու հիմա եզրասին այս տագետին ասեմ հետևյալը, որ եթե ձեր պատկերացած ձեռագրով գործեր իշխանությունը, այդ հասարակությունը, որը որ առայժմ մի փոքր ցածր իրավագիտակցություն ունի, չնայած այս 7 տարիների նահագին բարձրացել է։ Միևնույն է, պահանջում է, որ այդ ձեր նմաններից ինչ կա չկա խլեն։ Խլեն առանց օրենքի, առանց դատարանների, այն որ սս նվաստացնելով էլ ինչ կա չկա խլեն մինչև վերջին մայկա տրուսիկը տկլոր թողնեն փողոցներում։ Եվ արդարացիորեն է դա պահանջում։ Բայց այսօրվա իշխանությունը ասում չէ։ Անդիմանում է իր ժողովրդին, որպեսզի պետության համար լավ լինի։ Եթե նա ուզենա իր իշխանությունը դարձնի հավերժական, շատ հեշտությամբ 10 րոպեում կարելի է այսինքն սաղի տները մտնել ու դուրս գալ ու ասել վերջ սենց է։ Ոնց որ եղել է ձեր ժամանակները։
Միեդի վճիռը 14 տարի անց է եկել։ Այս է եկել դուք։ Պետությունը անգամ միջազգային դատարանի խաբել է։ Սրանից ավելի մեծ քրեական հանցագործություն չկա, երբ որ դատարանի խաբում ես, դեռ միջազգայինը դնենք մի կողմ։ Սա քրեորեն պատժելի արարք արդեն։ Երբ որ դու դատարանին խաբում ես, դա նույնպես քրեորեն պատժելի արարք է, տեղյակ եք առհասարակ, թե չէ։ Եվ օրինակ, եթե անգամ վճիռ լինի, դրվի մի կողմ, եւ պարզվի, որ այս մեկը խաբելու արդյունքում է հասել դրան, դա նաեւ հիմք է, որպեսզի գործը վերաբացվի։ Նոր ի հայտ եկած հանգամանք որպես։ Եվ դա քրեական է դառնում արդեն, որովհետեւ դատարանին չի կարելի խաբել։ Դուք միջազգային դատարանին եք խաբել։ Դուք հասկանում եք պետության վրա ինչ բեռ եք կախել։ Դուք դրա չափը պատկերացնում եք ձեր տված վնասի։ Այ գործակալներ։ Դուք մեր պետության դեմ գործող ամենաառաջին թշվառներն եք։ Ամենաառաջին, որովհետև արտաքին թշնամու հետ կարելի է դնել միջազգային հարաբերությունների նորմերով 1000 ձևով 1000 հարց լուծել։ Բայց ձեր նման սարիկաները անընդհատ որդի նման մտնում ու կրծում են ու միշտ չի որ հաջողվում է նրանց բոլորից մաքրել։ Այն պտուղը, որ կարող էր առողջ լինել։ Իշխանությունը այսօր ոչ տեսնում ենք դուք ոնց եք պատկերացնում։ Ուրեմն մի նկար էր տարածվում Կիրակի Խաչիկ գյուղում եղած պատարակից, որտեղ որ իշխանության ներկայացուցիչները, ովքեր որ քաղաքացիական են այդ օրը եւ հավատացյալ են այդ օրը, որպես ներկայացել պատարակի ընթացքում կա մի հատ տեղ, որտեղ որ պիտի ծնկես, կամ ծնկում են, կամ կռանում ձեռքները գետնին հպում խաչակնքվում։ Շատերը ծնկում են, լինում է որ եթե եկեղեցում շատ նեղված կա, եթե շատ մարդիկ կան, լինում է որ չեն ծնկում, կռանում են ինչ-որ կերպ։ Այս մարդիկ ծնկել են։ Պատարակի այդ հատվածն է, որտեղ որ այդ գործողությունը պիտի լինի։ Հրապարակումները ձեր նայում ենք, այս սենսել չոքում եք, ծնկում եք բոլորի առաժման, սենց բան էր։ Նման բան իսկապես կարա անի մենակ արտաքին թշնամին, այն էլ այլակրոն արտաքին թշնամին։ Ձեռ առնել հավատացյալին, պատարակի ժամանակ հատուկ իրավիճակում ծնկելը։ Ասենք կա որևիցե մեկը, որ կարա մուսուլմաններին ծաղրի, որ նրանք մեջիթում գրեթե ամբողջ նամազը բոկոտ են եւ ծնկաչոք են անցկացնում։ Կա։ Այս մակարդակի ապուշությունա ձեր արածը, հասկանում եք դուք։ Հիմարություն տգիտ։ Դուք այսինքն սրանք իսկապես կարծել են, որ իրանք այնքան տերն են իրավիճակի, իրանք են Աստվածը եւ այդ որ ծնկում են, իրանց առաջ են ծնկում։ Իրենք դրա մասին մի քանի անգամ ակնարկել են։ Այն Գալստանյան Վազգենը չէր, որ Բագրատը բանը, որ ասում էր Արամ Սարգսյանի համար, ասում էր ինքը իմ աչքն է համբուրել։ Մինչև բացատրեցինք, որ ապուշ ոչ թե քո աչքն է համբուրել, այլ առհասարակ տենց է, Սրբազանի աչքն են համբուրում։ Ոչ թե Վազգեն Գալստանյանի, որը մեռել է ըստ քեզ։ Այլ Բագրատ Սրբազանի, որպես Սրբազան հոր։ Սրանք իսկապես հիմար է եղել, հիմարել է գնում, իրենց ձրել են հիմարի տեղ, ժողովրդին են էլի բան անում։ Ծնկել են ասում, ասու առաջ են ծնկել, բա ինչ պիտի անեն։ Ձեր նման ամբարտավան չեն, որ Աստծու դեմ պատերազմեն, որ Աստծու ասածները չլսեն ու չհարգեն, որ Աստծու հետ կապած ուխտը դրժեն։ Ձեզ նման ամբարտավան ու դավաճաններ չեն։
Մենք այսօր խոսեցինք, ստացվում է միայն եզրասից, հա, մի երկու հարցեր բան։ Լավ, դե մի ժամանակ, հա, ժամանակը սպառվել գիտի, մի երկու բառով կցանկանայի նաև ՀՑԿՀ-ի գործողություններին անդրադառնալ, բայց թողնենք սա վաղը թեկուզ, շտապելու շատ տեղ չունենք։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։